Դավիթ ջան, զանգել եմ Լեոյին շնորհավորելու։ Հա։ Օգնած է երևի, քնել է արդեն։ Դե լավ, վաղը կզանգեմ։ Չէ, քնած չի։ Հիվանդանոց է անգել։ Ոնց։ Ինչի համար։ Վնասվածքներ ուներ։ Չէ, դրսում ինչ որ պատմության մեջ է անգել։ Սրանք երկու աղբեր չեն զգում իրենց գլխին կախված սուրը։ Մի հատ արյուն, որ թափվի ուշքի կգան։ Այդ բոմժը ուրա։ Թողեց աղբորը ստեղ մենակ ու փախավ։ Կարող ասեք այդ մատը հանել այդ զանգի կոճակից։ Եթե կարևոր չլիներ, այսքան չէի զանգի։ Ինչ ա եղել։ Գրիշոն տեղը չի գտնում։ Հա այդ լավ է։ Վերջապես երևի հասկացել է, որ սխալ բան է անում։ Մտածում եմ սպանել է Լեոյին։ Ինչ-որ բան պարզեցիր։ Չէ, տես չի։ Չի սպանել։ Բայց երևի պետք կլինի սպանել։ Հունան։ Ինչ ունան։ Բա ուրիշ ինչ անեմ, որ բերանը փակ պահի։ Կամ մեր տղուն չհասնի։ Լեոն ողջ է։ Լավ է, շանը սատկել չկա։ Տենց մի ոգևորվի։ Հայրդ բարկացածը աչքին չերևաս։ Ես պիտի շատ արագ հիվանդանոց գնամ։ Այ բալես, ես վիճակում ոնց ես գնում հիվանդանոց։ Մի ձև, մամ, չեմ կարա չգնամ։ Արի սենց անենք։ Լույսը կբացվի, միասին կգնանք։ Ես քո հետ կգամ, որ քեզ օգնեմ։ Չէ, մամ, ես հիմա պիտի գնամ։ Չէ, ասեցի, ես եմ գնալու։ Դու առանց ինձ։ Հա, կգնամ կտեսնեմ այդ տղեն ոնց է, ինչ վիճակում է ու կգամ։ Լավ էլի, մամ։ Քեզնից էլ բարևներ կտանեմ։ Ախր բալես հասկացի, դու ես վիճակում չես կարա գնաս։ Երբ որ կապակինվես կգնաս։ Այդ տղան էլ գիտի, որ դու ես վիճակում չես կարա գնաս հիվանդանոց։ Դա ինչ եղավ այդ տաքսին ասում էր հասցել է։ Դե պապի ցույց է տալիս, որ հասնում է, հեսա կգա։ Իսկ երեխուն տեսել, ես մտել։ Չէ։ Բա որ ամեն ինչ լավ է, ինչի չես մտել։ Պապի դեսա կգնանք, բոլորով կմտնենք։ Բայ։ Հենա գալիս է։ Հա, դե քայլեք։ Լեոն ողջ է դեր։ Չեմ համապում։ Լեոյի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Կներես, Լեոն։ Աչքերիս ա թվում, թե դու ես։ Որ մի պահ պատկերացի էր քեզ չեմ տեսնելու։ Կյանքս
անիմաստ դարձավ։ Իսկ չես մտածում, որ հերը դու աղբերդ ստեղ լինեն ինչ կլինի։ Ով ուզում է թող գա։ Ես հիմա պիտի քո կողքին լինեմ։ Ճիշտ է։ Գլուխս ցավից պայթում է, բայց հիշողությունս չեմ կորցրել։ Չեմ մոռացել խոսքերդ։ Լեո, ես վախեցած էի։ Ես հենց սրանից էի խուսափում։ Դու վախենում էիր քո վախկոտ աղբոր համար, քո սիրտը իր համար էր ցավում։ Տենց չի, Լեո։ Շատ անարդար ես դատում։ Դու ինձ գրողի ծոցը ուղարկեցիր, Լեա։ Հաշվի չառնելով են 3 ռաունդը, որ անում քեզ պարտվեցի։ Ես գիտեմ, որ դու հանուն ինձ չի երկրվում։ Բայց ինչ։ Ուզում էիր, որ մինչև վերջ պարտվեմ, որ աղբերդ հաղթեր, դուք էլ ընտանյոքը անդերձ ուրախանայիք իր հաղթանակով։ Մի քիչ շատ չէիր ուզում, Լեա։ Իմ ուզած էդ չէր, Լեո։ Հիմա համոզվեցիր, որ ես ճիշտ էի։ Պիտի դրան հենց ռինգում սատկացնեի։ Սենց լարվածությամբ մեկ էլ նորը հարսնա փեսայի մուտքին սպասում։ Լավ է, որ ճանաչում ես ընտանիքիդ անդամներին։ Ես էլ գիտեի, որ ճանաչում եմ։ Չգիտեի, որ սենց աղմախի եմ մեծացնում իմ տանը։ Ադը թարգելի պապ։ Ձայնդ կտրի, թե չեսի գլխիդ կգա։ Գրիշ ձայնդ չլսեմ կամ գնա քո սենյակ։ Դու այդ երբ անից ես սկսեին փոխարեն որոշումներ կայացնել։ Դու ինձ հետ երբեք սենց չես խոսել։ Ես էլ երբեք նման իրավիճակում չեմ եղել։ Լավ, Լեոն ողջ է, ինչն է քեզ սենց հունից հանել։ Այն որ ես անմեղսունակի պատճառով ընկել եմ ինչ-որ լակոտների հետ հարցեր եմ լուծում։ Ես կարգավոր եմ իմ հարցերը։ Բա կարգավոր էիր։ Ինչ ես եկել մտել մորդ փեշի տակ։ Լավ, հունան հանգստանանք։ Ինչքան ռինգում կարողացար դրան ծնկի բերես, այնքան էլ կյանքում կկարողանաս։ Բայց ի տարբերություն քեզ ես պատվի մարդ եմ։ Ինչ ես օտար եմ, պապ։ Ես եք օտաղեն եմ, ես էլ եմ պատվի մարդ։ Ինչ ենք սենց բարդացնում ամեն ինչ։ Արի գումար տանք ու մոռանանք այդ պատմություն։ Չես հավատա, բայց ես հետել եմ առաջարկել։ Մերժեց։ Նույնիսկ։ Դրանք սողաս մեռնում են։ Բայց այդ չի խանգարում, որ դրանք պատվի համար էլ մեռնեն։ Այ այդ է իսկական պատվախնդիր մարդու տեսակը։ Ուզում է բողոքի։ Չէ, ուզում է ռինգում կիսատ թողած գործը ավարտին հասցնի։ Մի որոշ ժամանակ երկրից կբացակայես։ Բացառվում է, տես բան չի լինի։ Այս տանը մենակ ես եմ բացառություններ անում։ Լեանուրա։
ատում ես ինձ։ Որ շատ ուզեմ էլ չեմ կարա քեզ ատեմ։ Բայց չես էլ կարա ներես, չէ։ Ոնց որ դու ինձ չներեցիր, Լեա։ Աղբորդ պարտության մատնելու համար։ Լեո, ախր ոնց բացատրեմ, Որ ինչ։ Եթե հակառակը լիներ, բացատրելու կարիք չէր լինի։ Դու կլինեիր գոհ երջանիկ։ Չկա տենց բան, Լեո։ Սխալ ես մտածում։ Իսկ ինչ կանեիր, եթե ես մի ծանր բանով իջնեի, աղբորդ որդնած գլխին։ Ես իր արարքը ոչ մի պարագայում չեմ արդարացնում։ Բայց վրան խաչ չես քաշում, ոնց որ իմ վրա քաշեցիր։ Լեո, սխալվել եմ։ Խնդրում եմ հերիք հայրեսով տա, սխալվել եմ։ Ուղղակի թող մոռացի ամեն ինչ, ինձ հիմա հետաքրքիր ես մենակ դու ու քո վիճակը։ Իմ վիճակի մասին անհանգստանալ պետք չի։ Ես ոտի կկանգնեմ։ Ու աղբորիցդ պատասխան կստանամ։ Լեո, խնդրում եմ պետք չի վրեժի հետևից ընկնել։ Դու չես պատկերացնում պապան ինչքան դաժան կարա լինի, եթե իր երեխուն ցավացնեն։ Իսկ դու չես կարա պատկերացնես, թե առանց հայր մեծացած տղեն ինչքան դաժան կարա լինի։ Լեո, ես չէի ուզում քեզ ցավացնի։ Գնա, Լեա։ Իրոք ուզում ես, որ գնամ։ Գնա ու էլ մի արի։ Պապի, հանգիստ, մի վազի։ Հեշտ ես ասում, հանգիստ։ Պոպի լով էլ ինձ չոնես հիմա այլ Լեոին թողնենք քեզնով ընկնենք։ Այ կլինի ինձ հանգիստ թողես։ Լսի, պապի, ինչ էլ ուզում ալի։ Լեոն արդեն լավ է, իր կյանքին էլ վտանգ չի սպառնում, լավ։ Այ որ այդպես ես ասում, արդեն մտածում եմ, որ մի բան ինչ, որ սենյակն է։ Վայ, պապի, հեսա կհասնենք։ Որն է։ Արդեն պարզ է, որ սենյակում է։ Իլաց եղջիկ, լավ կլինի։ Ինձ կներեք։ Վայ բալես, վայ մանուշ բալա։ Պապի, խնայի քեզ։ Ախպերս, ասա, որ լավ ես։ Մեզ շատ վախեցրիր, քիչ էր մնում պապին։ Այ, Պապի, լավ եմ։ Մի անհանգստացեք։ Ինձ կասես ով է արել։ Խոսի տղա ջան, ով է համարձակվել քեզ այս օրը գցի, հա։ Լեո, ասա։ Չգիտեմ։ Ոչ չգիտես այդ տղա ջան։ Տվել են գլուխդ այլանդակել են դու ասում ես չգիտեմ։ Դե չեմ հիշում։ Հիշում ես։ Դու լավ գիտես, որ Հունանի լահկոտն է եղել։ Ոնց կարող է չհիշես, հա։
Ուր ես։ Տուն եմ գալիս։ Իսկ այդ որտեղից է գալիս շատ հետաքրքիր է։ Ուր ես տնից դուրս եկել գիշերով ու առանց ասելու։ Ես մեծ աղջիկ եմ։ Պետք չի մամարան հանգստանալ։ Ուր ես գնացել։ Դե եթե բարկացած եք, ուրեմն արդեն գուշակել եք։ Բայց ես կասեմ։ Լեոյի մոտ էի գնացել։ Հիվանդանոց։ Պապի, թե որ չեն թողում մնանք Լեոյի մոտ, արի գնանք տուն էլի։ Չէ դու լրիվ շաշես։ Երեխուն թողնենք այստեղ գնանք տուն, հա։ Դե չտեսար բժիշկը եկավ մեզ դուրս հանեց։ Մնաց մենակ Դավիթը։ Երևի հասկացել ա, որ մեր տան ասողը Դավիթն է։ Չէ, ես արդեն համոզվեցի։ Փոքր ժամանակ քեզ երևի մեկնումեկը սկսել ենք գլխի վրա։ Ուղեղիդ մեջ ինչ որ բան ա կտրվել։ Դուք մենակ մանանին վիրավորել գիտեք։ Բա ինչ ես խոսում։ Քո կարծիքով հիմա այս երեխուն հանգիստ կթողնեմ այստեղ հետը թվարթվարալով տուն կգնամ, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթ ենք։ Հա, ես Վովայի մայրն եմ։ Վովա։ Պապի դե են տղեն Լեոյի բռնցքամարտիկ ընկերը, որ պետք է իրար հետ կռվեին։ Ահա, Լեոյ, ճիշտ է։ Հա, կներեք, խելքս մի քիչ տեղը չի էլի։ Տեղը չբերեցի, բարև ձեզ։ Բայց եթե եկել եք Լեոյին տեսնելու, ասեմ, որ շատ մարդ չեն թողում ներս մտնի։ Չէ, դե կուզես մենք չմտնենք, թող Օլգան մտնի։ Չէ, ես կարող եմ չմտնել։ Ուղղակի Վովաս շատ անհանգիստ էր, դրա համար եկա տեսնեմ ոնց է Լեոն։ Հա։ Ապրի բաբա։ Շատ կարգին տղա է, շատ լավ երեխա է, ստասիրակել աղջիկ չէ։ Շատ շնորհակալ եմ։ Նույնն էլ ես կարող եմ ասել։ Վովաս մենակ ազնիվ ու բարի մարդկանց հետ է կարողանում շփվել։ Ուրախ։ Քանի մանանն ու պապին ստեղ չեն։ Ինձ ամեն ինչ պատմի։ Ինչ պատմեմ դավ։ Հազիվ գլխից ցավը թողնում է։ Գլխի ցավը թողնում է, որովհետև շատ ուժեղ ցավազրկող սրսկեցին։ Բայց այդ ցավազրկող այդ հունանի լակոտին չի փրկելու։ Ես եմ վատ, որ քեզ չեմ հասկանում։ Թե դու ես անհասկանալի խոսում։ Լեո, ինչ չխափես։ Ես գիտեմ, որ ես ամեն ինչի հետևում է թուլենա կանգնեց։ Ասացի չէ, որ չեմ հիշում ինչ ա եղել։ Այդ ամնեզիայի հեքիաթներով ոստիկանների բերանը փակեցիր։ Ինձ էլ ես նույն հեքիաթը ուզում պատմես։ Դավ խնդրում եմ էլի, ինձ հանգիստ թող, ուզում եմ քնեմ։ Քնի ախպերս, բայց իմացի, որ ես սենց չեմ թողելու ես ամեն ինչը։ Դու ոչ մի բան չես անի։ Չհասկացա, դու որոշել ես ինձ արհամար ես։ Չէ, որոշել եմ չնիարդայնացնեմ քեզ։ Հիմա ինչ ես ուզում։ Լավ ես մտածել, գիտես։ Քեզ թվում է կարաս գաս, երեխու հետ ժամանակ անցկացնես, ինձ էլ արհամար ես գնաս։ Հիմա ինչ ես դժգո։ Հիմա ասելիքդ ինչ է։ Դու մտածել ես ինչ կլինի, երբ քո երկրորդ ընտանիքը իմանա քո երախու մասին։ Հատկապես Հունան Մակունցը։
Էդ դու ինձ շանտաժ ես անում։ Չէ։ Ես դեռ հանգիստ խոսում եմ քեզ հետ։ Վատա, որ դու գլխի չես ընկել, թե ում հետ գործ ունես ու ես ինչի եմ ընդունակ։ Ես դու ոնց որ արդեն ահաբեկում ես։ Ես քեզ ասում եմ, ու թքած ունեմ, դու ոնց կուզես կհասկանաս։ Ես քեզ օթերով կհանեմ, եթե երեխուս թեման ջրի երես հանես։ Երախու մասին ախր վաղ թե ուշ իմանալու են։ Ինքը խաղալիք չի, որ միտեղ տնես ու տեղ մնա։ Կմնա։ Դու հանգիստ եղի։ Ես կհոգամ, որ իմ երեխու կյանքը ապահով լինի։ Իսկ եթե դու խելոք մնաս, երեխուս հասանելիք բարիքներից կօգտվես։ Իսկ եթե փորձես թփրտաս, վրովդ կանցնեմ, հետքը չեմ թողի։ Մտածի ասածների շուրջ ու ինձ տեղյակ պահի։ Իմ խելոք Ռոզալիա։ Դու ինչի ես ուզում, որ ես քո հետ կոպիտ ու դաժան լինեմ։ Իսկ ես ինչ եմ արել, որ ձեր դաժանությանն արժանանամ։ Մի, հələ սրա որ հարց է տալի արա։ Պապան քո հետ պիտի դաժան լիներ, որ մարդկանց կյանքերի հետ չխաղայր։ Լեա, եղբորդ հետ տենց մի խոսիր։ Դե բկա ներեք, մամ ջան, անհանգստանում է աղջիկդ։ Մի հատ երկուսդ է ձեններդ կտրեք ու անցեք սենյակներդ։ Ու մի բան էլ։ Սրանից հետո դրանց ընտանիքի որևէ անդամի հետ կապ չեք ունենում։ Հասկացաք ինձ, թե չէ ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Բայց ես Լեոին… Լսեցիր ինչ ասեցի։ Դու ում ես սպասում։ Վովայի մամայի հետ պետքա դուք էլ դուրս գայիք։ Դե ասեցի, պապին չլսեց։ Ինձ խնամակալ պետք չի, գնացեք տուն։ Պապի, դու մանանը պետքա գնաք տուն։ Չկրկնես։ Պապի, ասենք որ մնում ես տեղ, ինչ ես անելու։ Բուժքույրը ասեց, որ մինչև առավոտ կարող է քնի։ Դու գնացեք, ես կմնամ մոտը։ Դու քրոջդ հետ տուն գնա։ Ես կհերթապահեմ։ Պապի, հիմա կարող ես տեղ կռվենք, մեզ էլ գան հանեն դուրս։ Ասեցի գնում եք տուն երկուսով։ Հələ տես որ հրամայում է ինձ։ Պապի ջան, ցավը տանը։ Ես քեզ չեմ կարող հրամայեմ։ Կարամ միայն խնդրեմ։ Խնդրում եմ, գնացեք տուն։ Ինձ մի բան ասա միայն։ Չխոստովանեց ով է արել։ Չէ։ Բայց ինչի ինձ թվում, որ դա հունան ենք ձերքի գործնա։ Մենք իրանց դեմ ոչ մի ապացույց չունենք։ Դրա համար բան չեն կարող ասենք։ Գնալ է։ Իրոք ուզում ես, որ գնամ։
Գնա ու էլ մի արի։ Ու մի բան էլ։ Սրանից հետո դրանց ընտանիքի որևէ անդամի հետ կապ չեք ունենում։ Հասկացաք ինձ, թե չէ ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Բայց ես Լեոին Լսեցիր ինչ ասեցի։ Հələ այդ ոչնչությանը նայի ոնց է համարձակվել քեզ հարվածի։ Ոչինչ։ Ինքը հələ չգիտի իրան ինչ է սպասվում։ Ու ինչ ճակատագրական սխալ է արել։ Տականքն իրան շատ վատ է պահել, բայց խնդրում եմ ձեռքերդ չկեղտոտես։ Այս ծանոթ լռությունն ինձ վախեցնում է։ Քեզնից ընդհանրապես հասնում է դրան հանել գործից ու շպրտել փողոց։ Կարող էր դա չասել։ Մաքրոթը խփի ուշքի գամ, աչքերս փակվում են։ Այդ գործարելը եկել էր միջը գաշտենեք ոնց է եղել։ Ուրոմ, ուզում ես քեզ էլ ուղարկի մախմոտ մոտ, չես կարա։ Գլխիցը ձեռս քաշել արա, որ եկել էստեղ։ Արելով հանգստացի մի հատ։ Ես գիտեմ, որ դու ես արել ես ամեն ինչը։ Դու պատասխան ես տալու սրա համար։ Ես կսպանեմ քեզ արա։ Ձեռներդ հենց հիմա քաշեցիր տղուցս։ Դե, ձեռներդ երկարացրա։ Ինչ ես հանգիստ կանգնել։ Ես վախենալու բան չունեմ։ Եթե պետք լինի, արածս էլի կանեմ։ Մեկն էլ էր քո նման ուժեղ տղա խաղում։ Ափսոս չհասցրեց հասկանա որը որից հետո է։ Ուժեղ տղեն ախպերս է։ Ու երբ դուրս գա հիվանդանոցից, այդ ժամանակ Երևանով ինչ է հասկացել։ Խոսքը աղբորդ մասին չի։ Պապ, թողելի։ Հələ մի րոպե գրիշո։ Մեկ-մեկ հայլում ես նայելուց ձեզ տեսեք։ Ոչ թե այն ինչ ուզում եք։ Իմացեք ում հետ եք հավասարը հավասարին քայլ ուզում անեք։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Թե էլի ականջներիդ մեջ քամի ա ֆրֆռում։ Չես հասկանալու։ Լսի, իմ մոտ մեկ հանդուրժելն է լավ ստացվում։ Մեկ էլ հանդուրժելուց հետո սպանդանելը։ Առաջի փուլը անցար։ Մնաց երկրորդը։ Պապ լավ թարգելի խնդրում եմ, արի գնանք 1000 հատ աշկա կողից։
Ներիր Տեր Աստված։ Երևի սխալ ապրեցի։ Ես ինձ սովորեցրեցի երեխեքիս։ Բարի լինել, հարգող լինել, ուրիշներին չնեղացնել, ոչ մեկի ոտը չտրորել ու միշտ ներել մարդկանց, մաքուր մնալ։ Ես աշխարհում լավը լինելու շահը որն է խավ երեխեքիս համար։ Լեո ջան, քեզ էլ կյանքը սիրել սովորեցրի, մարդկանց սիրել ու հարգել սովորեցրի, որ այսպես լիներ։ Բա ասում էիր պետքա լավը լինել միշտ, մաքուր լինել, ճիշտ է դա։ Այո, ճիշտը դա է։ Երեխեքին պահես, մեծացնես, ու ես ինչ կյանք թողնես նրանց համար։ Ումա պետք իմ ապրել։ Մեզ, պապի, մեզ ա պետք։ Ասում էի, չէ պետք չի այդքան ներողամիտ լինել, այդքան լավը լինել։ Պիտի սրա նրա վրայով անցնես, անպայման ուզածիդ հասնես, պատերը ջարդելով առաջ գնաս։ Պապի, կյանքը միշտ դրա մասին է եղել։ Դուք երեքով ես աշխարհը չեք փոխելու։ Էլ ոնց լավը մնաս։ Ճիշտը դա է։ Վաղը մյուս օր որ գնամ հանկարծ, Աստծո աչքերի մեջ ոնց եմ նայելու։ Հորդ աչքերի մեջ ոնց եմ նայելու։ Պիտի տրորես, պիտի քանդես ու անցնես։ Դիմացդ ոչ մի բան պիտի հաշվի չառնես։ Թե չէ դրանք մարդկային լեզուն չեն հասկանում։ 100% բաբշան, շատ ճիշտ ես։ Մենք էլ դրել հետները տուն-տունիկ են խաղում, դրանք է հաբրգում են։ Ինչքան ասեցի հանդուրժում գլխիս նստեցին։ Դրա համար ինչ արել եմ ճիշտ եմ արել։ Պետք է երկու հատ էլ ավել խփած լինի, որ հիվանդանոց էլ չհասներ։ Վերև Աստված կա։ Սովվածներն 3-1 այսօր 2 եկե ուզում են իրանց ձևերով տեղավորված լինեն։ Բա ոնց գլուխները չջարդես, որ հասկանան որը որից հետո է։ Իմ համար կարևորն է, որ դու հասկանաս որը որից հետո է։ Մնացածին հասկացնելը շատ հեշտ է։ Գնացել էի մաքուրոտ շնչելու։
Ճիշտն ասա Դավ։ Քո կարծիքով ես հիմա խաբելու կամ ինչ-որ ուրիշ բանի հավես ունեմ, հա։ Լեո, ամեն ինչ լավ է լինելու։ Չնեղվես։ Քո նման աղբեր ունեցողը ոնց կարա ինչ-որ մի բանից նեղվի։ Ցավը տանեմ, Լեո։ Արա, հա, ված չէր լինի, որ ես գլխիս ցավը մի քիչ տանեիր, քեզնից գոհուշ շնորհակալ կլինեի։ Լավ, գնամ բուժքրոջը կանչեմ, կանսերս կեմ, որ հանգիստ քնես։